Սատանան ու կալվածատերը։ Նորվեգական հեքիաթ։ Հարուստ կալվածքում ապրել է մի կալվածատեր, և աշխարհում նրա նման չար ու ժլատ մարդ չի եղել։ Իր դաշտերում աշխատող գյուղացիներին նա սովատանջ է արել ու 3 կաշի հանել նրանցից։ Դրա համար էլ ժողովուրդը սարսափելի ատել է նրան ու շարունակ ասել. «Սատանան տանի դրան»։ Սատանան լսում այդ խոսքերը և որոշում կալվածատիրոջը տանել իր մոտ դժոխք։ Եվ ահա սատանան գալիս է կալվածք ու ասում. «Պատրաստվիր, կալվածատեր, ժողովուրդը քեզ շարունակ սատանայի մոտ է ուղարկում։ Եկել եմ հոգիդ առնելու, այլևս սպասել պետք չէ։ Քո լինելն ավելի վատ է, դու այլևս չպետք է լինես»։ Իսկ կալվածատերը նրան պատասխանում է. «Դե ով ասեց, որ մյուսին գրողի ծոցը չի ուղարկում, ուրեմն դու բոլորին պիտի դժոխք քարշ տաս։ Այդ դեպքում ով կմնա երկրի վրա։ Ուզում ես գնանք համայնքում շրջենք, և դու քո ականջով կլսես»։ Սատանան զիջող է լինում։ Կալվածատերը համոզում է նրան և որոշում են համայնքում շրջել։ Եվ եթե իրենց հանդիպած մարդը ոչ թե կալվածատիրոջն ուղարկի գրողի ծոցը, այլ մեկ ուրիշին, ուրեմն սատանան պիտի ազատ արձակի կալվածատիրոջը։ Եվ այսպես նրանք մտնում են մի տուն, իսկ այնտեղ գեղեցկուհին խնոցի էր հարում։ Կինը հյուրերին տեսնելով գնում է նրանց ընդառաջ, իսկ այդ ժամանակ խոճկորը, որ սենյակ մտած է լինում, մռութը մտցնում է խնոցու մեջ, շուռ տալիս ու ամբողջ կարագը թափում հատակին։ «Պատիժ են այս կենդանիներն իմ գլխին», ճչում է կինը, «սատանան քեզ տանի, ինչ վնասարարն են»։ Կալվածատերն ուրախանում է ու սատանային ասում. «Դե խոճկորին վերցրու»։ Իսկ սատանան նրան պատասխանում է. «Կարծում ես, որ նա իսկապես ուզում է խոճկորն ինձ տալ։ Իսկ ինչով պիտի նա կերակրվի ձմռանը։ Չէ, նա դա սրտանց չի ասում»։ Եվ նրանք գնում են առաջ։ Մտնում են մի ուրիշ տուն, իսկ այնտեղ էլ երեխան է չարություն անում։ Դու ինձ իսկապես ձանձրացրել ես, բղավում է մայրը։ Ամբողջ օրը ետևիցդ մաքրելով ման եմ գալիս, թափածդ հավաքում եմ, սատանան քեզ տանի, հա։ Կալվածատերը ուրախանում է. «Ահա և վերցրու երեխային», ասում է նա սատանային։ Իսկ սատանան պատասխանում է. «Ո՞ր մայրը կհամաձայնի իր երեխային տալ։ Չէ, նա դա սրտանց չի ասում»։ Այսպես գնում են առաջ և հանդիպում 2 գյուղացու։ «Տես, մեր կալվածատերն է գալիս», ասում է մեկը։ «Սատանան տանի այդ արնախումին», պատասխանում է մյուսը։ «Այ սա սրտանց է ասված», բղավում է սատանան և կալվածատիրոջը քարշ տալիս դեպի դժոխք։